Ինչ է կարծում մեզ, ինչպիսի ղեկավար է պետք, ուժեղ, բարի, հոգատար, ժողովրդի հոգսերով ապրող, ո՞րն է ձեր ղեկավարի իդեալը։ Բոլոր թվակազները։ Ժողովրդի հոգսերով ուղղակի ապրում։ Ոստի հոգսերով է պետք ապրել, ոչ թե իրանց ջեբերի ու իրանց օգուտի համար։ Լավ ղեկավարի իմ իդեալը Կարեն Դեմիրճյանն էր, որի օրոք ապրել եմ, Երևանում եմ ապրել ընդունում, ով ոտքով էր քայլում բոլոր տոնական օրերին շրջապատված երեխաներով։ Այդպիսի ղեկավար եմ ուզում։ Փաշինյանն էլ հեծանիվով եք, այսպես շրջագայությունների դուրս գալիս։ Փաշինյանը մենակ հեծանիվ կարող է քշել։ Նա այնինչ անում է չի կարող անել, այդ հեծանիվն էլ ստացվել երևի, մանկությունից հեծանիվ քշել է, թե չի քշել, երևի չի քշել, հիմա իրականացնում է մանկական տենչանքներ ու երազանքները ընդամենը։ Ուժեղ, բարի եւ ժողովրդի կողքին։ Այդ ղեկավարը մեզի պետք, ոչ թե Նիկոլ Փաշինյանը։ Բայց ղեկավարը պետք գոնե ժողովրդի մինիմում պայմանների մասին մտածող մարդ է պետք մինիմում, որը մենք ունեինք, տարան նստեցրեցին։ Արի հոգատար, Ճիշտ մարդ է անի, բարի մարդ է անի, ճիշտ մարդ է անի, այսինքն Դեմիրճյանի պես մարդ է անի, հենց Դեմիրճյանի պես, Պողորմազիկ Դեմիրճյանի պես։ Գիտուն, խեև խելացի և առաջնարկ ժողովրդի նկատմամբ խիղճ ունեցող։ Հասկացող, խելացի։ Հավադարիմ հարատատ Արտան Ղուկասյանի պես մարդ, որ միանա ռուսներին տեղ կուզեն քեզ մի տեղեր չկա, տեղեր կան Ռուսաստանից կստանանք, հիմի փաստում է տեղեր չկա, թող թե Թուրքիան ու Ադրբեջանը խրգե, այդ մարդը չի խրգե։ Թող ժողովուրդը վերջանան, թող վերջացի մարդիկ հանգստանան, այդ կան մարդ գաղութեցնից է, դու իսկ խրդով քնից կա։ Փաշինյանը նոր եղել էր վարչապետ, ես ստեղ տիրովի վրա էդել էր չայ խմելու, գնացը փատտղ է պաճվել եմ, հեմի որ իրան ընդրություն եղնի, ես իրան դեմ գնդրեմ։